Կալանավորված Նարեկ Սամսոնյանը այսօր բանտից հիվանդանոց է տեղափոխվել, հետո նրան դարձյալ բանտ են վերադարձրել։ Որոշակի արյան հետազոտություն, ոչ թե հետազոտությունը, որ պետք է արվեր, արյան հետազոտություն արեցին, անալիզ վերցրեցին եւ հետ տարան եւ մեզ տրված պարզաբանումը նա է, որ համապատասխան փաստաթղթերը, հետազոտության արդյունքները ներկայացնելուց հետո վաղը դիտարկվելու է նորից բուժկենտրոն վերադարձնելու հարցը։ Նախ հայտարարվեց, որ Սամսոնյանը հիվանդանոցում է, բժշկի ցուցումով դադարեցրել է 14 օր տևած հացադուլը։ Ավելի ուշ Ռուբեն Մելիքյանն ասաց, Նարեկը փաստացի հացադուլը շարունակում է։ Նա ասաց, որ իր հրաժարվելու է որևէ վերականգնողական գործառույթից, որևէ վերականգնողական միջամտությունից բուժ հաստատությունում, այսինքն փաստացի ընդգծում եմ, փաստացի շարունակելու է հացադուլը, քանի դեռ իրեն հնարավորություն չի տրվել իր բուժող բժշկի վերահսկողությամբ, որը որ պետք է ապահովի այդ վիրահատական ամբողջ եւ նախավիրահատական ամբողջ գործընթացը, իր վերահսկողությամբ իրականացնի այդ հետ հացադուլային վերականգնողական թերապիան։ Աստղիկ Մաթևոսյանը, Սամսոնյանի պաշտպանը, գրել է, Նարեկը պարբերաբար գլխապտույտներ է ունենում։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան քրյա կատարողականում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ ՔԿՀ-ի բուժքույրն ասել է, հացադուլի հետևանքն է։ Սամսոնյանին ըստ փաստաբանի շտապ վիրահատական միջամտություն է ցուցված, բայց հիվանդանոց է տեղափոխվել հունվարի 22-ին շտապ ցուցումից առնվազն 1 շաբաթ անց։ Ասեմ, որ վիճակը արտաքինից շատ ավելի վատ էր, քան վերջի անգամ են տեսել, արդեն հյուսվածություն, արդեն դանդաղություն։ Իմնեմնիմի փոդքասթի հեղինակները Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը անազատության մեջ են նոյեմբերի 13-ից։ Նարեկի եւ Վազգենի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Մեղադրվում է իր փոդքասթով հետույք բառը ասելու համար։ Լավ, sense հասկանում եք, էս է մեր հարցը։ 70 օր բանտում անցկացրած 14 օր հացադուլ հայտարարած Նարեկին ոչ մի անգամ չի այցելել մարդու իրավունքների պաշտպանը։ 2025 թվականին օրինակ Հայաստանում հացադուլ է հայտարարել շուրջ 200 անձ եւ հայտարարել է 300-ից ավելի հացադուլ։ Անահիտ Մանասյանը ծանրաբեռնվածությունն է վկաբերում, իրենց աշխատակարգին հղում տալիս։ Քրեակատարողականներ գնում են ահազանգերի հետևից, երբ բանտարկյալները զանգում ու ասում են, որ բռնության են ենթարկվում։ Ցանկանում են խորհրդապահական կարգով տեղեկություն փոխանցել։ ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ այցեր իրականացնում է, երբ կարիք է լինում տեղեկություն ձեռք բերել, որը այլ կերպ հնարավոր չէ ունենալ։ Մեզ ընդհանրապես որևէ դիմում չի ներկայացվել։ Նարեկ Սամսոնյանը դիմում չի ներկայացրել, ասում է մարդու իրավունքների պաշտպանը։ Ակնարկում, որ ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ այցելելու անհրաժեշտություն էլ չի տեսել։ Պետական մարմիններից պահանջել եմ, որ այն դեպքում, եթե վիրահատությունը անհապաղ պետք է տեղի ունենա, բնականաբար կազմակերպի սահմանված ձևաչափով։ Մարդու իրավունքների պաշտպանի պարզաբանումները նոր հարցեր են առաջացնում։ Բայց այդ աշճան պարզ է եւ ակնհայտ է, որ տեսակցելու կարիք չկա, ինչի համապատասխան հայտարարություններ չեն կատարվում։ Իսկ եթե պարզ չի, եթե հասկանալի չի, ինչի ճշգրտումներ չեն արվում անձամբ հացադուլի որոշում կայացրած, քաղաքական պատճառներով հացադուլի որոշում կայացրած։ Իրավապաշտպանները ընդգծում են, ՄԻՊ-ը անհրաժեշտ չի արել անգամ այն դեպքում, երբ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը դատապարտել են միջազգային լրագրողական եւ մարդասիրական կազմակերպությունները։ Հայաստանցի լրագրողները շարունակում են հարցնել։ ԱԺ-ՔՊ խմբակցության ղեկավարը կարող է ՄԻՊ թեկնածուին սպառնալ լեզու ու ականջ կտրել, ԱԺ նախագահը կարող է քաղաքացու վրա թքել ու պատասխանատվության անգամ չկանչվել, բայց Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը պետք է բանտվեն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Բոլորիս մոտ տպավորություն է մնում, որ Հայաստանում կա այո երկակի արդարադատություն եւ ես էլ եմ խոսել այն մասին, որ իմ խորին համոզմամբ Հայաստանում գոյություն ունի դեռևս հայեցողական արդարադատություն։ Փաշինյանական Հայաստանում խոսքի համար սրբազան է բանտում հայտնվել։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար։ Այո, այնպես չէ, որ բացառված է խոսքի համար քրեական պատասխանատվությունը։ Ի վերջո, Փաշինյանի իշխանության հետ սինքրոն աշխատանքի տպավորություն թողնող ՄԻՊ-ն է նաև արձանագրում։ Խոսքի համար քրեական պատասխանատվությունը ամենածայրահեղ դեպքում պետք է լինի։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։